Մայրաքաղաքում առանձնատներով հարուստ վարչական շրջաններում, ինչու ոչ նաև մարզային բնակավայրերում վերջին տարիներին բավականին տարածվել են արևային վահանակներով սեփական կարիքները հոգացող տնային տնտեսությունների թիվը։ Դրան նպաստեց պետության քաղաքականությունն այս ոլորտում եւ իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, մինչև այս ամառ բանկի միջոցով արևային վահանակներ գնելու դեպքում պետությունը սուբսիդավորում էր վարկի տոկոսները։ Նպատակը մինչև 2030 թվականը էներգետիկ ոլորտում արևային էներգիայով արտադրված էլեկտրականության մասնաբաժինը 15%-ի հասցնելն էր։ 23-24 թվականներին առավել ևս շատ կտրուկ եղավ եւ 25 թվականին արդեն, այսինքն 5 տարի ավելի շուտ սահմանված ժամկետից մենք այդ 15%-ը հասել ենք անգամ տարբեր գնահատականների գերազանցել ենք փաստացի տանիչներով։ Դա իհարկե առաջի հայացքից լավ է թվում, որ այն իմաստով, որ այո, նախատեսված կամ նախանշված ցուցանիշ ավելի շուտ է հասել։ Արևային վահանակների գնումը սուբսիդավորելու ծրագիրն այս ամռանը դադարեցվել է։ Հիմա էլ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել, որի պատճառով արևային էներգիան օգտագործող տնային տնտեսությունների թիվը հավանաբար այլևս չի աճի։ Գործող կարգավորումով տնային տնտեսությունների արևային վահանակների արտադրած էլեկտրաէներգիան հաշվանցվում է տարեկան կտրվածքով։ Սա թույլ է տալիս սպառողին ամռանն արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկն այսպես ասած կուտակել հեծում եւ ձմռանը, երբ արևային պանելներից ստացվող էներգիան կրկնակի նվազում է, հետ ստանալ ամռանն արտադրածը։ Առաջարկվող փոփոխություններով հաշվանցումն արվելու է ամսական կտրվածքով։ Այսինքն պետությունը քաղաքացուց ամառային շրջանում արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան վերցնելու է էժան գնով, իսկ ձմռան ամիսներին մարդը ստիպված է լինելու արևային վահանակների արտադրած էներգիայի պակասը լրացնել ավելի թանկ էլեկտրաէներգիայով։ Մասնավոր տնտեսություններին բանին սկսում են ճզմել, որ այդքան շատ չարտադրեն, որտեղ իրանք այդ դրա իրացման խնդիր ունեն, որտեղ հեծը եթե իրանցից դա գնում է, ապա իր եկամտաբերությունն է անկնում։ Այստեղ խոսք է գնում ամբողջ էներգետիկ համակարգի կայունության մասին, այսինքն արևային էներգիայով արտադրված էլեկտրականությունը կարող է գլխացավանք դառնալ ոլորտի համար, եթե ընդհանուր համակարգում ստանա էական կշիռ։ Բոլոր մարզերում էլ օրվա մեջ ամեն օր գոնե մի ժամ լույս չի լինում։ Հաճախականությունների տատանումները բերում են, որ անընդհատ լույսերի անջատումներ ալի։ Հաշվի առնված չէր, որ համակարգը պատրաստ չէր միանգամից այդ բեռը վերցնել, անամենտ որ իրան Հայաստան էլեկտրագործման գիծը շահգործման չի հանձնել դեռևս ու մոտ ապագայում կարճ ժամկետ հեռանկարում չի հանձնվի, որովհետև այդ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը ինչ այդել Հայաստան ավելցուկային պետությունների էլեկտրաէներգետիկական իմաստով։ Այսինքն կառավարությունը հույս ունի, որ առաջարկվող փոփոխություններով կզսպի առանձնատներում արևային վահանակների տեղադրման process-ը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։